ավելի ենք ոգևորվում, երբ որ տեսնում ենք խոսում ենք ասել, զայրի ներս, անպարտ նախագահի, Արցախը հայկական պահող նախագահի, դաստիարակված ընտանիքի տեր մարդը, ով օրինակ, երբեք չենք սիրել տներ կամ դրկամբեր, բայց երբ որ լսում են ձեր խոսքերը մեծակոր Քոչարյան, նախագահ, մեզ համար հավերժ նախագահ, հզոր նախագահ, ավելի ենք ոգևորվում և վստահ ենք, որ վերադարձ լինելու է Արցախ, միայն ձեր շնորհիվ, հետևյալ խոսքերը իրոք դուք դրական օրինակ եք մեզ համար, անժանապատիկ խաղաղություն ասածը նամից գավառքներ է, խորիմաստ, ես հավատում եմ արժանապատիկ խաղաղությանը, ես խաղաղություն չեմ ուզում, ուզում ենք արժանապատիկ խաղաղություն հզոր դաշնակիցների և վստահ եմ, որ մի օր նորից ազգի ավազանում ունի հայ մակարդի Արցախը, նորից քարավանի նավից բռնած Մասիսի ելնենք, դուք ասում եք ինձ մի սիրեք, բայց մենք սիրում և հարգում ենք ձեզ, սիրում ենք նորը Մասիսի, սիրում ենք նորը Մռովի, սիրում ենք Ֆանք Ռամի և Ֆանք Մարասի, ուզում ենք վերադառնանք և նորից շենացնենք մեր տները։ Պարոն նախագահ, ասեցի, որ մեզ համար դուք միշտ նախագահ եք։ Ուզում ենք իրոք, որ վերադառնանք Արցախ և հարցս հետևի անել ձեզ։ Դուք ինչպես եք պատկերացնում մեր վերադարձը Արցախ, ինչ ծրագրեր ունեք Արցախ վերադառնալու մասին։ Շնորհակալ եմ այս հանդիպումը կազմակերպելու և իրականացնելու համար, մեզ ոգևորելու, նոր մշտավորվելու համար։ Շնորհակալություն, երևի ընդհանուր հարցերի մեջ, որոնք այսօր Հայաստանի առջև կանգնացին, վաղ հարցը այդ հարցը։ Նախ վերադառնալու համար պետք է ճանաչի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը որպես պետություն չի ուզում խոսալ ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Վերադառնալու իրավունքը եթե չի ճանաչում, ապա ընդհանրապես խոսալ վերադառնալու մասին որքան մասին։ Եվ առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է գտնվում եւ շատ դժվար է այդ երկել կամ մերժել այդ իրավունքի արկայությունը ընդհանրապես հարաբաց այդ իրավունքի հայրով։ Դրանից հետո պետք է գնա հետևյալ վերադարձվող մարդիկ պետք է անվտանգ լինեն եւ ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Սա է ուղղակի այդ տրամաբանությունը ընդհանրապես եւ այդ տրամաբանության շրջանակներում այո հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանակ է պահանջել, այո ժամանակ է պահանջել։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելորդ sense լավատեսություն հավաքել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ է եղել, որ թվում է, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Դու եթե չես հավատում մի հարցի լուծման մեջ, երբեք այդ հարցը երբեք որևէ լուծում չի ստանալ։ Ուրեմն մոտեցում է ալգորիթմը, այսպես ասենք, այդ հարցի կարգավորման դրանից։ Եվ հիմա մենք խոսում ենք իրավունքի վերադարձի ճանաչման մասին։ Միջազգային։ Դրանից պետք է սկսել։